Ուրեմն ինչ եմ իմացել, մի հատ շատ կարևոր հայտարարություն անեմ, ինչ ես հիմա ուրիշ հոլովակներ եմ պատրաստում, բայց չեն թողնում էլի ավարտեմ։ Բայց այս հայտարարությունը, ուրեմն տեսեք ինչ է կատարվում։ Հիմա ստեղ կոնկրետ Չեռնագորիայում ու Սերբիայում ռուսները Ռուսաստանից, որոնք ժամանել ոչ միայն այս վերջի 4 տարում, այլ տասնյակ տարիներով ստեղ ապրում են Չեռնագորիա ու Սերբիայում։ Ինչ է խոսում։ Քաղաքացիության մասին, ազնագիր ստանալու մասին խոսք լինել չի կարող։ Շատ այդ վենժը կոչվածը էնել այնքան են բարդացրել, այստեղ էս արդեն մի ահագին ժամանակ, կես տարի է, որ թողնում փախնում են ռուսերը, այսինքն 200,000 եվրոյի դու պետքա անշարժ գույք ունենաս։ Հիմա ճշգրիտ չեմ հիշում կամ 200 կամ 250,000 եվրոյի անշարժ գույք, որ քեզ դիտարկի, այստեղ էս տեղացիներ էս, Չեռնագորիա կոչված, տան քեզ վենժը, թե չէ։ Դուք հասկանում եք, նույնն է Սերբիայում։ Իսկ հիմա տեսեք, արա հանգարցես բան չանեք, այ ղախպապաշը դուք պատկերացում չունեք, ինչ չարիք են ռուսները եւ ինչ չարիքներ են տարածում։ Իբր մեր Հայաստանի ներքո սաղ այդ բացասական եւ չարիքները բավական չէին, հիմա էս ռուսների չարիքները։ Արա այս օրենքի դեմ ով է խոսած է։ Վրա ուզում են ազդագիր ստանալ ռուսները։ Ոչ թե նրանք, որ ինչ-որ ազգական հերու ունեն հայ կամ չի, պրոստը եկել են ուզում են նախալաբարի չտակ ոչ մեկին ազդագիր, արա։ Հիմա տեսեք, սրանք ավելի դրանց մոտ համելան լեզուներ են նույնը, սերբիական, խորվաթ նույն լեզուն է, էլի։ Բայց տեսեք ո՞նց են ռուսների սրանք մանալու։ Եվ իզուր չէ ոչ միայն ռուսների, ու Բելարուս, ով ուզում ես եղի։ Արա այսքան ստորացնել կլինի հային։ Ինչքան է տականք սրիկան Նիկոլն ասում։ Արա չտակ ես կարդում եմ վրա սոսկայքերում։ Այս ռուսը ասում է սպասում է որ ասա ինչ ազնագիր այ ռուսը ռադիկալ։ Դուք գիտեք այն ռուսները հիմա ես ցույց տամ։ Գնացել են Բրիտանիայում օրինակ ասում են չեն այսքան Կովկասի։ Դուք չգիտեք ռուսի չուզող էությունը fuck եմ ես։ Ու տեսեք դա մի բան որ ասեք ես դեմ եմ Եվրոմիությանն էլ վիզայի բեզվիզինել եւ այլն իրանց փակել է արկելել է պետք մուտքը եւ այլն անդամակցելու հետ սա առնչություն չունի միջև եթե իրանք չբացեն հայրի։ Սա մի բան, բայց մեկ այլ ուրիշ բան, երբ Պլատոշկին կոչվածը Պլուտոշկինը, տեսեք ինչա, չուզող է անգամ չի թաքցնում, ասում է ձեզ հայեր ինչ ազատականացում, չէ՞ դա ինքը չի թաքցնում չուզողությունը, ռուսի նատուրան, չկամեցող չուզող, fuck է, ոչ ոքին ազնագիր չտակ, բայց տեսեք, բացի Փաշինյանից, այդ ղախպա Սամվել Տաշիր Սամուն ասելա որ ինքը չի տա ռուսներին, դա անգամ էս հարցում չի ասել, արա։ Ես եթե ժամանակը կտեմ, ես կպարտեմ էլ ինչ չարիքներ են դրանք այդ ռուսի այդ դուխը չլինի հանգարց Հայաստանում։ Այդ ես չգիտեմ ինչ 100-ից 150 հազար ասում են այդպես ոչ օֆիցիալ տվյալներով կարող է Հայաստանի Հանրապետության համար էդ էլ է շատ։ Մեր սկավը դուխը նի բովարում։ Արա դուք չգիտեք դա ինչ չարիք է, բայց այնինչ որ ես ասում եմ դրանում երբեք հակասություն չկա։ Մի բանը Կրեմլներ քաղաքականությանը վերաբերող Փաշինյանի ոչ թե դասախալներ, դա մեղքներ, որ չպետք է նա փչացներ հանուն Ղարաբաղցիների եւ այլն։ Եվ այլ բան հակաբան դրանց այդ այլանդակները։ Ռուս խոզերը, որոնք եկել են Հայաստան իբրլա, արա փա Երևան քաղաքում չպետք է լինի։ Ռուսին պատկանող անգամ հասարակ կապեր, ռեստորան եւ այլն չպետք է լինի։ Բացի դրանից հիշացնեմ ինչ խոսքերով են ձեզ ստորացնում, ես իրանց fuck-եմ ռուսի էությունը։ Բայց տեսեք, այդ Տաշիր Սամուն նույն ղախպենա ինչ Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մի տարբերություն, այս հարցում էլ։